Խն- Խնդրեմ, պարոն Մանուկյան, կարող եք սկսել։ Այս դալիճում առաջին անգամ եմ։ Կարճ ուղղակի ասեմ, այս քարորիայում մի քանի շատ էլ նախագծեր չկային, որպեսզի պատկերացում կազմեք, թե իշխանությունը ինչպես է աշխատում եւ արդյունավետությունը։ Քարորիան, որ տևում է 4 օր, եւ կառավարությունը պետք է օրենսդրական բազմաթիվ նախագծեր բերեր։ Քարորիան ավարտեցինք 1.5 օրում։ Չհաշված Նիկոլ Փաշինյանի երեկվա ջղաձգումները։ Սովետի ժամանակ կար հնգամյակը 3 տարում։ Եվ այդպես արդյունավետությունն է չափվում այս կառավարության վերջում տարվա վերջում դեկտեմբերի վերջին օրերին մեկ էլ հիշում եմ, որ տասնյակներով նախագծերի կարիք կա ու արտահերթերով փորձում են իրենց անգործունակությունը հիմնավորել։ Դա էլ կառավարության գնահատականն է, թեև իրանք կարծում են, որ իրանք արժանի են բազմամիլիոնանոց պարգևավճարների։ Երկու փոքր նախագծերի հետ կապված, մեկ հունվարի 27-ը հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակի խոնարհումի օր հայտարարելուն Հայաստան խմբակցությունը այդ հարցով տևական ժամանակ նախաձեռնության հեղինակների հետ աշխատել էր։ Գաղափարին կողմ լինելով առաջարկում ենք, որ օրը տեղափոխվի, որովհետև ինքը ոչինչ չխորհրդանշող օր էր մեկ, եւ երկրորդը նախորդում էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման տոնական օրվան եւ հաշվի առնելով, որ վերջին տարիներին ոչ այդքան էլ տոնական ստվերոտ էր նշել իշխանությունները մեր զինված ուժերի, մեր հայոց բանակի կազմավորման օրը, շատ ավելի կստվեր էր դա։ Եղավ մի պահ, որ նախագծի հեղինակներից Ռուբեն Ռուբինյանը բանակցությունների մեջ էր մեր գործընկերոջ հետ, Արծուկ Մինասյանի, նույնիսկ գաղափար կար Սուրբ Հաչվերաստոնի հաջորդ օրը, որը նաև մեռելոց է, որը սեպտեմբեր ամսին է եւ ինչ որ առումով նաև կասոցացվեր սեպտեմբեր ամսին 20 թվականի, 23 թվականի ռազմական ողբերգական դեպքերի հետ, բայց քաղաքական մեծամասնությունը դեմ էր արտահայտում ու փորձեց մանիպուլացնել եւ կրկնում եմ, որ մենք ընդունում էինք այդ գաղափարը եւ շատ վաղուց հասունացած գաղափարը ու վերջինը մի եւս փաստ, որպես դեր նախին գործընկեր եմ ասում, սիրում եմ ես փաստերը միշտ իրար կողքի դնել ու խորհուրդ կտամ բոլոր փաստերը իրար կողքի դնելուց հետո եզրակացության գալ 24 թվականին այս նախագիծը եղել է Գեգամ Նազարյանի հեղինակմամբ հանձնաժողովի նիստում Գեգամ Նազարյանը նախագիծը ներկայացրել է սեպտեմբերի 27-ը հայտարարել հիշատակի օր մեր գործընկերներից որոշները նաև հիաջակցություն Գեգամի մասնակցում են այդ նիստին կառավարությունը դեմ էր արտահայտվել այդ օրվան եւ առաջարկել էր դե մեկա բանակի օրը նշվում է այցելում ենք նահատակներին ինչին ի պատասխան Գեգամ Նազարյանը վրթովել էր որ պետք չի ողջերին եւ նահատակներին խառնել իրար եւ դրա համար այդ ժամանակ նախագիծը 2 ամսով հետ քաշեց չգիտեմ ինչ էր փոխվել նրա մոտեցումներում որ հիմա համաձայնվել է եւ հունվարի 27-ը նշվելու է նահատակների օր դեպ այդտեղ մի եւս փաստարկ որ բերում է նախագծի հեղինակները թե հիշելու ենք բոլոր նահատակներին գիտեմ Վարդան Մամիկոնյանից Տիգրան Մեծից սկսած պետք է հիշեցնեմ որ Վարդանանց տոնը ամեն փետրվար երկրորդ ուրբաթ օրը հայ ժողովուրդը արդեն հարյուրամյակներ նշում է սրբադասված Վարդանանց նահատակների օր Սարդարապետի հերոսներին բոլորը հիշում են մայիսի 28-ին Սարդարապետի եւ առաջին հանրապետության օր բայց ցավոք սրտի անցնող տարի սեպտեմբեր 27-ը իմիջիալոց են հիշում բոլորը պետական քարոզչական համակարգում ավելի խայտառակ էր մեր պաշտպանության նախարարությունը խայտառակ ուղղակի որի պաշտոնական զինուժ ծրագիրը սեպտեմբեր 13-ին եթեր մտնելով մի բառ չի ասում որ 22 թվականին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել են հայոց զինված ուժերի 225 ծառայող որոնք իրենց պարտն են կատարում դրանից հետո է ճամարտակել բամենք զոհերի հիշատակ հարգում ենք այդպես են հարգում ուղղակի ջնջելով պաշտպանության նախարարության կայքից Արցախյան ազատամարտ հայոց զինված ուժերի կազմավորման պատմություն ջնջելով նախագահի աշխատակազմի կայքից Արցախյան ընդհանրապես թղթածրար ջնջելով գլխավոր դատախազությունի
կայքից, Սումգայիթի կոտորածների, Բաքվի կոտորածների այդ ամբողջ թղթածրարը, որ տարիներով հայ իրավաբանները, փաստաբանները, հասարակական գործիչները հավաքել են, ջնջելով արտաքին գործերի նախարարության կայքից Արցախյան բանակցությունների հետ կապված հսկայական թղթածրար, այդպես են հիշում եւ այդ ուրացության վերջին կաթիլն էլ երևի թե Դավոսում 3 առաջ օրը Հայաստանի նախագահ ներկայացող Վահագն Խաչատրյանի վիզա ծառած Ալիևին գովերքելն ու ներողություն խնդրելն էր, այսքանը։ Հանրային ռադիո խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Հարցս ուղղել եմ նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներին։ Թրամփը Իրանի հետ գործակցող երկրների համար 25% մաքսատուրք է սահմանել։ Ինչպես եք պատկերացնում սրա ազդեցությունը Հայաստանի վրա։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից ասեցին, որ այս խնդիրը կարող է լուծվել Հայաստանի բալանսավորված քաղաքականության արդյունքում, եւ նաև Եվրոպայի խորհուրդը նոր զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձել է Հայաստանում աշխատանքային իրավունքների հետ կապված խնդիրների եւ բազմաթիվ խնդիրներ եւ անհամապատասխանություններ է արձանագրել բոլոր կետերով։ Ես կխնդրեմ նաեւ ձեր ընդհանուր մեկնաբանությունը եւ կարծիքը սրա մասին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, ինչ վերաբերում է 25% անունցի, 25% թուրքերին, նայեք, իրականում բալանսավորված քաղաքականություն չի, բալանսավորված քաղաքականության հետ կապ չունի։ Իրականում պետք է ընդունենք իրողություններ։ Աշխարհը այլևս այն չափանիշներով ու արժեչափերով, որ գործել է, եւ այն կլիշեները, որով Միացյալ Նահանգների հեգեմոնիան տարիներ շարունակ եղել է, եւ այս իշխանությունները, որ մտածում են, որ մեր երկրի անվտանգության գլխավոր երաշխավորությունը ժողովրդավարությունը իբր թե դրանով աշխարհում ճակատը բաց կներկայանան, այլևս այդպես չէ։ Ես խորհուրդ կտամ ընթերցել մի 2 օր առաջ է կարծեմ եղել Դավոսում Կանադայի վարչապետի ելույթը։ Լուրջ քաղաքական գնահատականներով ելույթ աշխարհում այսօր տեղի ունեցող զարգացումներ, որտեղ օրենքները այլևս չկան։ Ինչ վերաբերվում է դա դեռ վերջնական չի, որովհետև այդ լարվածությունը վերիվարումները Միացյալ Նահանգների եւ Իրանի մեջ բարբերաբար են կրկնում։ Աշխատանքի իրավունք։ Շատ շնորհակալ եմ այդ հարցի համար, շատ լսում էի բրիֆինգը, շատ կարևոր էր, որ նման հատկապես հարցերին մեր, այսպես ասեմ, 4-րդ իշխանությունը ուշադրություն դարձնի։ Դες ուղղակի շատ կարճ ասեմ, որ Դաշնակցությունը ժամանակին հիմնադրել էր Հերեր Մարուխյան հիմնադրամ եւ տարիներ շարունակ այդ հիմնադրամում գործում էր աշխատանքի իրավունքների պաշտպանության գրասենյակ, որը հիմա էլ է գործում։ Դες ասեմ, որ հարյուրավոր իրավունքների ոտնահարման դեպքեր էր, որ արձանագրում էր եւ փաստաբանները, որոնք ծառայություն էին մատուցում, բազմաթիվ մեր հայրենակիցների իրավունքները հետո դատարաններում էին պաշտպանում ու շատերը նաեւ այդ իրավունքները շահել են։ Գիտեք, ինքը շատ խորքային է, հատկապես ինձ համար, որպես դաշնակցական, որպես սոցիալիստ մարդու համար, որովհետև համատարած ոտնահարումը իրավունքների, համատարած ոտնահարում, ամեն քայլափոխի է։ Մենք միգուցե չենք էլ նկատում, միգուցե այս օրերին, որ բոլորս դժգոհում ենք, որ Երևանի քաղաքապետարանը վատ է աշխատում եւ իրոք վատ է աշխատում, մայթերը սառցակալած են եւ այլն, մենք չենք էլ նկատում, որ այսպես ասեմ, այդ PR-ի համար Սառնամանիքին ցանկացած ժամի քաղաքապետարանը շատ ցածր վարձատրվող հարյուրավոր մեր հայրենակիցների այդ սանիտարա մաքրության այդ ծառայության հանում է այդ Սառնամանիքին փողոցները նկարում է որպեսի ցույց տա թե ինչպիսի ջանասիրությամբ է քաղաքապետարանը մաքրում Երևանի փողոցները եւ բոլոր ոլորտներում է վարձատրությունից սկսած պարզ աշխատանքային ժամեր հազար ու մի տեսակ խնդիրներ եւ այստեղ կուզեմ մի հատ կարեւոր մի բան, որ զեկուցում վստահաբար չկա, բայց կուզեմ մի աշխատանքային իրավունքի եւ ընդհանրապես իրավունքների ոտնահարման մի այլ աղմկահարույց փաստ ասեմ։ Խոսքը վերաբերում է պետական համակարգի աշխատողներին, խոսքը վերաբերում է կրթական հաստատությունների, առողջապահական հաստատությունների աշխատողների, խոսքը վերաբերում է ոստիկանության հազարավոր ծառայողների,
որոնց լոկ Փաշինյանի կամակորության համար ամեն կիրակի հանուն գցում են փողոցները, ամեն կիրակի այս համայնքից այն համայնք տանում են կեղծ պատարակների, մարդիկ շաբաթներով հանգստյան օրից զրկվում են, որովհետև պետք է բավարարեն Նիկոլ Փաշինյանի անձնական քինախնդրությունները։ Նայեք, շատերդ քաղաքի կենտրոնում եք աշխատում ձեր խմբագրությունները։ Մի հատ կառավարության երկու մասնաշենքերի միջև այդ այգում նայեք ամեն օր 24 ժամ տասնյակ հարյուրավոր ոստիկաններ սոված ծառավ նստած են։ Հիմա միգուցե հավելավճար են տալիս նրան, բայց կրկնում եմ 24 ժամ հարյուրավոր ոստիկաններ սոված ծառավ նստած են։ Իհարկե ուժային համակարգում մարմինությունների իրավունքները շատ ավելի սահմանափակ են, բայց կրկնում եմ, փաստեր են, որ հատիկ միգուցե մենք առօրյա մեր կյանքում չենք նկատում, բայց դրանց հանրագումարն է, որ ի վերջո Հայաստանը սոցիալական պետություն է, սահմանադրական նորմը իրականության հետ կապ չունի։ Ֆակտոր խնդրեմ։ Պարոն Մանուկյան, հաշվի առնելով ձեր նախաբանում ասվածը, ուզում եմ հարցնել, արդյոք ձեր խմբակցությունը հունվարի 27-ին կայցելի եռաբլուր թե ոչ, եւ եւս մեկ հարց կապված եպիսկոպոսատ ժողովի հետ, որն անցկացվելու է Ավստրիայում, եւ ինչու Ավստրիայում ըստ ձեր մեկնաբանությունն եմ խնդրում, արդյոք կա մտավախություն, եթե կաթողիկոսի եղբայրը գա Հայաստան եւ մասնակցի այդ ժողովին, հնարավոր է նրա նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցվեն, հաշվի առնելով, որ իշխանությունները պնդում են նա գործակալ է, շնորհակալ եմ։ Հերթով գամ, հունվարի 27, նախ գիտեք, այդ մեղադրանքը իշխանական, տմարդի էր հատկապես դաշնակցական պատգամավորների համար, որովհետև մեր շատերի համար տարին սկսում է օրինակ հունվարի 2-ին Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է եռաբլուր այցելելու։ Հունվարի 27 ենք ասում, բայց հունվարի 26-ին մերոնցից շատերը լինելու են եռաբլուրում, այցելելու 92 թվականի հունվարի 26-ի Քարինտակի հերոսական պաշտպանության ժամանակ նահատակված Նորիկի, Կարոյի, մյուսների շիրիմներին։ Ու այդպես շարունակ։ Այսինքն այդպես չի, որ մեկ օր է գալչկա դնելու համար այցելում ես եռաբլուր եւ վերջ։ Ի վերջո սեպտեմբեր 19-ին Գիտեք, եռաբլուրն եղել եմ դեռ երիտասարդ առաջին ուղարկավորությունը եռաբլուրն եղել է 90 թվականի մայիս։ Բայց այսքան տարվա մեջ ավելի ահավոր զգացում, քան 24 թվականի սեպտեմբերի 19-ն էր, այն ինչ որ կատարվում էր եռաբլուրում։ Երբ որ հարյուրավորներն այցելել էին 1 տարի առաջ ադրբեջանական ագրեսիայի Հայաստանի եւ Հայաստանի զինված ուժերի կողմից դավաճանված պաշտպանության բանակի նահատակության 1 տարվան ուղղակի ահավոր էր դա։ Ինչ վերաբերում է Գերագույն հոգևոր խորհրդի նիստը այլ երկրում անցկացնելու։ Իդեպ սա նորություն չի, առաջին անգամ չի։ Փաստեր կան։ Նույն Շատ վաղ է տեղի ունեցել։ Չէ, ասեմ ձեզ ինչի։ Կահիրեում։ Ասեմ ձեզ ինչի։ Որովհետև շատ վաղ որ ասում ենք տեղի ունեցել, որտեղ անցնող տասնամյակներին որևէ մեկը չէր պատկերացնի, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածքը կասպատակեն հարյուրավոր ԱԱՑ-ականներ։ Որևէ մեկի մտքով չէր անցնի, որ քահանայի ժողովը, որի նախագահողը Միքայել arczepiskopos Աճապահյանն էր, վաղուց հայտարարված, որ տեղի է ունենալու Մայրաթոռում, եւ հենց այդ օրը հարյուրավոր քահանաների մասնակցությամբ ժողովին կարող է ԱԱՑ-ականները գան Միքայել arczepiskoposին բերման ենթարկելու համար, որևէ մեկի մտքով չի անցել, որ անցնող տասնամյակներին կարող է հարյուրավոր ոստիկանների, բարձրաստիճան ոստիկանների, երեք էլ ներքին գործերի նախարարին անունով եմ ասում, ԱԱՑ-ականների ուղեկցությամբ եպիսկոպոսների տեղաշարժ կարող է լինել, որևէ մեկի մտքով չէր անցնի, որ կարող է ինչ-որ դատավոր մի օրվա մեջ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, սահմանադրություն խախտելով, օրենք խախտելով, բարոյական բոլոր նորմերը խախտելով
որոշում կայացնի, վարչական որոշում կայացնի ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինման դեմ։ Եվ բնականաբար հոգևոր գերագույն խորհրդի այդ նիստը ցանկացած մակարդակով եպիսկոպոսատ ժողով, ազգային հոգևոր ժողով կարող է տեղի ունենալ այլ վայրում։ Իդեպ մի բան նորից քաղաքացիական պայմանագրի բրիֆինգին ի պատասխան։ Վեհարանը այնտեղ է, որտեղ վեհապարն է։ Վեհարանն այնտեղ է, որտեղ վեհապարն է։ Աստված մի արասցե, սրանց խելագարության աստիճանը այնպիսին է, որ չես կարող բացառել։ Վեհապարը վաղը հայտնվի ԱԱՑ մեկուսարանում, դա է վեհարանը։ Ինչ վերաբերում է Եզրասրբազանին, սիրելի գործընկերներ, ես առիթ ունեցել եմ շատ հանգամանալից, թղթով, գրիչով, փաստաթղթերով ներկայացնել, որ այսօր փալաց են սարքել ազգային անվտանգության ծառայությունը, կեղծիք են թույլ տվել ամենախայտառակ ձևի, կեղծ փաստաթուղթ են հրապարակել Civic-ում հրապարակել, ԱԱՑ-ին հարցում եմ անում, ասում ԱԱՑ, այն նամակը, որ Civic-ում ուղարկել ես, մի օրինակը տուր ինձ, ասում չեմ կարա, դիմեք Civic-ին, ասում ԱԱՑ, դու որ ասում ես գաղտնազերծվել են գործակալներ, դու հրապարակում ես իբր մեկը, մնացած գաղտնազերծված գործակալների այդ բլանքները տրամադրի ինձ, տակը գրում եմ, ես տիրապետում եմ գաղտնիության թույլտվությանը, տակը գրում եմ իմ հարցերին պատասխանի կետարկետ, ասում եմ մի հոգուն ես հրապարակել, մյուս գաղտնազերծվածները, գաղտնիները չեմ ասում, տուր ինձ, որպես ազգային ժողովի պատգամավոր, գիտեք ինչ է պատասխանել ԱԱՑ-ն, հղումա տալիս տեղեկատվության ազատության մասին օրենքի 9-րդ կետի վրա, այդ օրենքից դուք շատ եք օգտվում գործընկերներ, որով ասում է թե ինչ տեղեկություն կարելի է տալ, ինչ տեղեկություն կարելի է չտալ, այս վիճակի են բերել ազգային անվտանգության ծառայությունը, այսօր աշխատանքային քննարկում ունենք ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ մեր հանձնաժողովում օրենքի նախագիծ են բերել, բայց մեկ էլ ասում ես գնաս, որ ինչ Մեկը մի հատ զանգով, մի հատ հանձնարարությամբ կարող ամենախայտառակ կեղծիքը թույլ տա ԱԱՑ-ը։ Վերջին հարցը Civic։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, հրավիրում եմ ձեզ բրիֆինգից հետո մեր խմբագրություն սուրճ կխմենք, համել ձեր հայցած ԱԱՑ-ից հայցած, բայց չստացած հարցման պատասխանը կարող եմ կոպի անել, հանձնել ձեզ, հատկապես որ հարցումը ես եմ ուղարկել։ Կարծում եմ չեք մերժի։ Հիմա գամ հարցից, պարոն Մանուկյան, թեև ձեր գործընկեր պարոն Մամիջանյանն այսպես հեգնանքով, համահրանքով վերաբերվեց, արտահայտվեց արտաքին հետախուզության ծառայության հրապարակած զեկույցին, բայց այդուհանդերձ ես մի մեջբերում անեմ դրա եզրակացությունից, մասնավորապես Հայաստանի հիբրիդային սպառնալիքները 2026 թվականին։ Խորագրի ներքո գրված է, որ 2026 թվականի ընտրություններով պայմանավորված, որին մասնակցելու են նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, մեջբերման շարունակությունը, Հայաստանի դեմ արտաքին տարբեր դերակատարների կողմից իրականացվող ազդեցության գործողությունները մեծ հավանականությամբ կդառնան ավելի ընդգրկուն, բարդ եւ մասշտաբային։ Հավանական է կեղծ խեղաթյուրված կամ համատեքստից կտրված տեղեկատվության օգտագործմամբ տեղեկատվական վնասակար գործողությունների, վնասակար կիբերգործողությունների իրականացում, ինչպես նաև գետնի վրա գործակալական ցանցի ակտիվացումը եւ այլն։ Պարոն Մանուկյան, հետևելով ձեր հորդորին, փաստերը կողքի դնել եզրակացություններ անելուց առաջ, խնդրում եմ ասեք, փաստերը կողքի դնելով ըստ ձեզ արտաքին որ դերակատարներն է, որ շահագրգռված են Հայաստանում համապատասխան ազդեցության գործողություններ իրականացնել եւ ընդդիմությունը իդեմս նաեւ Հայաստան խմբակցության հեղափոխական դաշնակցություն կուսակցության ինչպես է պատրաստվում հակազդել հնարավոր հիբրիդային հարձակումներին։ Շնորհակալություն։ Նախ սուրճը կապած, այնքան Civic-ի ապատեղեկատվություն է հուսել, որ չգիտեմ ինչ ձևով կարող եմ ձեր խմբագրությունը սուրճ խմել, կարող եք ուղարկել, շնորհակալ կլինեմ, բայց նաև ես էլ ձեզ սուրճի առաջարկ անեմ իմ աշխատասենյակում եւ կհանեմ տասնյակներով են հարցում նամակները, որոնք ուղղել են Պաշտպանության նախարարություն, ազգային անվտանգության ծառայություն,
տարբեր գերատեսչություններ ու ասել եմ, լսեք, Նիկոլ Փաշինյանը, որ առավոտվանից գիշեր անպատասխանատու հայտարարություններ անում հիբրիդային պատերազմ, ազդեցության գործակալներ, շպիոններ, բան։ Ինձ կարաք ասեք, օրինակ բանակի հետ կապված Պապիկյան Սուրենին 3 անգամ հարցնում եմ։ Նիկոլ Փաշինյանը, որ 22 թվից առաջ Հայաստանի զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը ինքնիշխանը մոտեցում չուներ։ Կարաք ասեք, այդ ինչ հետազոտության հիման վրա չեն պատասխանում։ Բոլորն ասում են Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ բավարարվեք, տողատակով ասում են դե Նիկոլն մի բան ասել է։ Ինչ վերաբերում է ազգային անվտանգության ծառայության զեկույցին, արդեն երկրորդ զեկույցն է, թե երրորդ զեկույցը։ Ինչպես։ Արտաքին հետախուզության։ Երկրորդ զեկույցի ծանոթանալով ակամա հիշում ես մենք ենք մեր սարերը ֆիլմը։ Իսկ մեկ մի հատված կասում, դու ես պետությունը, դու իրենք են արտաքին հետախուզությունը, նայեք, շատ մասնագիտական այդ զեկույց եկեք նայեք։ Եթե վերաբերում է խոսքը Հայաստանի արտաքին սպառնալիքներին, ներքին սպառնալիքներին, ի վերջո մեր արևմտյան կողմում կա մի երկիր, Թուրքիայի Հանրապետություն, որը 35 տարի արդեն, 93 թվականից 32 տարի բլոկադայի է ենթարկում Հայաստանին, մինչև հիմա այդ Ռուբեն Ռուբինյանի սիրուն թիթեռները որ կան, հեսա երրորդ երկրի անձնագիր բան, որևէ բան չկա, սահմանը փակ է, բլոկադան կա, որ պարբերաբար Էրդողանի, Ֆիդանի մյուսի կողմից բացառությամբ այս վերջին Նիկոլ Փաշինյանին ծնված խոսքերը, պարբերաբար հայտարարություն են հնչեցվում Հայաստանի Հանրապետության դեմ։ Մի երկիր, որտեղ բոլոր սոցհարցումներով թշնամի իբրև ժողովուրդ ու երկիր դիտվում է Հայաստանն ու հայությունը, այդ ամբողջ սպառնալիքների զեկույցի մեջ Թուրքիա անունը հնչել է 3 անգամ, այն էլ ճանապարհների հետ կապված։ Արտաքին հետախուզական ծառայությունը դիտարկելով Հայաստանի սպառնալիքները որևէ տեղ չի էլ քննարկել, արդյոք Թուրքիայի կողմից սպառնալիք կա թե ոչ։ Փոխարենը հոգևոր մշակութային գործիչներին դիտում է սպառնալիք։ Այս շատ երկար թեմա է, անցած անգամ Քրիստինե Գրիգորյանին մանրամասն մեր հանձնաժողովում ասել եմ այն բոլոր խայտարակությունները։ Իրականում ձեզ ասեմ, ես վատ եմ զգում, որ մի երկրի խորհրդարանի падգամավոր եմ, որի եւ Պաշտպանության անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ եմ, որը քննարկում է արտաքին հետախուզությանը տրվելիք բյուջեի հարցը, որտեղ ազատ ոճով շարադրությունը ներկայացվում են որպես արտաքին հետախուզական ծառայության զեկույց։ Շնորհակալ եմ, ինձ արգելում են ելույթ ունենալ։ Ժամանակը սպառվեց պարզապես մեր Կմոտենանք ժամանակը ունենք։